Բարև ձեզ սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մենք այսօր կենթանենք ողջ եւ առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սուրել իրենից իր ճշմարտությունը, թող Աստված օրհնի մեզ, իր Սուրբ Հոգին թափի մեզ վրա, բացի մեր սիրտը, միտքը, որպեսզի մենք ընդունենք իր խոսքերը մեր սրտում եւ Հիսուսի շնորհքով իրականացնենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ուրեմն, մենք գիտենք, որ այս երավսյակում ուսումնասիրում ենք մի թեմա, որը կոչվում է ինչպես ուսումնասիրել Աստվածաշնչյան մարգարեությունները, եւ այսօր արդեն հասել ենք 19-ին, որը երկրորդ մասն է մարգարեությունները Սաղմոսներում դասի։ Հիշելու համարն է Սաղմոս 67:3-4 Ժողովուրդները թող գոհանան քեզանից, ով Աստված, բոլոր ժողովուրդները թող գոհանան քեզանից։ Թող ուրախանան ու ցնծան ժողովուրդները, որովհետև դու ուղիղ ես դատում ժողովուրդներին եւ ազգերին առաջնորդում ես երկրի վրա։ Մարգարեությունները անդրադառնում են մեղքի, տառապանքի, դատաստանի, բարու եւ չարի միջև պայքարի, արդարության ու անարդարության բնույթի հալածանքների եւ այլնի հետ կապված հիմնական թեմաներին։ Սաղմոսները նաեւ խորությամբ անդրադառնում են այդ թեմաներին, ուսումնասիրելով մարդկային գրեթե բոլոր հնարավոր զգացմունքները, խոր հուսահատությունից մինչև անզուսպ ուրախություն։ Մենք տեսնում ենք Իսրայելին խավարի ուժերի դեմ կռվի պատրաստվելիս, տեսնում ենք անհատների, որ փորձում են հասկանալ այն հարցը, թե ինչու Աստված չարին չի արձագանքում օղակիորեն, եւ անմիջապես հարց, որն անկասկած մենք բոլորս ենք տալիս։ Եվ պատասխանների համար մենք ուղղորդվում ենք դեպի սրբարան եւ գտնում նաեւ բազմաթիվ հղումներ Աստծո որպես արարչի դերի մասին։ Կարդանք Սաղմոս 46-ը։ Աստված ապավեն եւ զորություն է մեզ համար։ Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Դրա համար էլ չենք վախենա։ Թեկուզև երկիրը ցնցվի եւ լեռները գցվեն ծովի մեջտեղը, թող գորան եւ եռան նրա ջրերը, նրանց արեկոծությունից թող դողդողան լեռները, բայց գետն իր առուներով կուրախացնի Աստծո քաղաքը, բարձրալի սուրբ բնակարանները։ Աստված նրա մեջ է, նա չի սասանվի, Աստված կօգնի նրան վաղ առավոտից։ Հեթանոսները խռովվեցին, թագավորությունները շարժվեցին, նա ձայն տվեց եւ երկիրը հալվեց։ Զորությունների Տերը մեզ հետ է, Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ Եկեք եւ տեսեք Տիրոջ գործերը, որ ավերներ է անում երկրի վրա, որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները եւ կառքերը այրում կրակով։ Հանդարտ մնացեք եւ ճանաչեք, որ ես եմ Աստված, ես եմ իշխում ազգերի վրա, ես եմ տիրուն երկրի վրա։ Այսինքն մարդիկ կարծում են, թե իրենք են տիրում, իրենք են իշխում, բայց Աստված ասում է հանդարտ մնացեք, հասկացեք, որ ես եմ որոշում ամեն ինչ։ Զորությունների Տերը մեզ հետ է, Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ Ուրեմն այս Սաղմոսը լի է հույսով ու խոստումով, որ նույնիսկ ավերվածության, փորձության, տառապանքի ու պատերազմի մեջ, որոնց մենք դիմակայում ենք, պետք է հանդարտ մնանք եւ ճանաչենք, որ կա Աստված եւ վստահ լինենք, որ մի օր այս ամենին վերջ կտրվի եւ Աստված կտիրի երկրի վրա, ինչպես որ գրված է Սաղմոս 46:10-ում։ Սաղմոս 46:2-ը ասում է. Դրա համար չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի եւ լեռները գցվեն ծովի մեջտեղը։ Մարդն ակամայից հիշում է տեսարաններ, որոնք տեղ են ունենալու երկրորդ գալուստի ժամանակ։ Հայտնություն 6:14։ Երկինքը գալարվող մագաղաթի փաթույթի պես քաշվեց եւ բոլոր լեռներն ու կղզիներն իրենց տեղից շարժվեցին։ Եվ նաեւ 2 Պետրոս 3:12 Սպասելով եւ ջանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան, երբ երկինքը կրակով բռնկված պիտի քանդվի եւ երկնային մարմինները հրկիզվելով պիտի լուծվեն։ Մեր արդի աշխարհը իր բոլոր հարակից չարիքներով հանդերձ հավերժ չի գոյատևելու։ Եվ այն, ինչ գալիս է դրանից հետո, խոստանում է մի բան, որ հիմա մեր միտքը հազիվ թե կարող է ընկալել։
Սակայն առայժմ մենք պարզապես պետք է տոկանք, ամուր պահելով հավատը և կառչած մնալով Աստծո հայտնությանը, որն ունենք հատկապես խաչի վրա գտնվող Հիսուսի մասին։ Ուրեմն Սաղմոսներ 46-ը մեզ հիշեցնում է, որ Քրիստոսի վերադարձը ֆիզիկական ազդեցություն կունենա երկրի վրա, բայց միայն ժայռերն ու օվկիանոսը չէ, որ ազդեցություն կկրեն։ Երկրի պատմության մեծագույն գագաթնակետը կնշնավորվի աշխարհիկ թագավորությունների, մարդկային կառավարման թշվառ համակարգերի կործանմամբ, որոնք հազարամյակների ընթացքում այդքան տառապանք են պատճառել։ Ի վերջո, այդ բոլոր ուժերը և համայն չարիքը ու տառապանքը, որ նրանք հասցրել են մարդկությանը, լիովին կվերանան։ Կարդանք Երեմիա 4 գլուխ 23-26 համարներ, Երեմիա 4 23-26։ Նայեցի երկրին, և ահա ամայու անձև էր, և երկնքին, ու նրա լույսը չկար։ Նայեցի լեռներին, և ահա դողում էին, և բոլոր բլուրները երերում էին։ Նայեցի, և ահա մարդ չկար, երկնքի բոլոր թռչունները փախել էին։ Նայեցի, և ահա Մրգաստանը անապատ, և նրա բոլոր քաղաքները քարոքանված էին Տիրոջ առաջ, այսինքն ծաղկող երկիրը, ու նրա բորբոք բարկության առաջ։ Այսինքն, ինչ պատկեր է տեսել Երեմիան։ Այս պատկերը Քրիստոսի երկրորդ գալուստից հետո է լինելու։ Եվ կարդանք Հայտնություն 21:1, որտեղ ուրեմն Հայտնություն 21:1-ով ասում ենք նոր երկինք և նոր երկիր կհաստատվի։ Այսինքն այդ հին երկիրն ու երկիրը սկզբում ոչնչանալու են, որպեսզի նոր երկինք ու նոր երկիր հաստատվի։ Ուրեմն աստվածաշրջան մարգարեությունները բացահայտում են, թե ինչ ճակատագիր է սպասվում այս աշխարհին։ Դանիել 7 գլխի տեսիլքը, օրինակ, ներկայացնում է մի փոթորկոցով, որի միջից ելնում են աշխարհի ազգերը։ Վեճի ու պատերազմի քամիները փչում են հեթանոսների ծովի, այսինքն երկրի վրայով, մեկը մյուսի հետևից աշխարհիկ թագավորություններ առաջացնելով, և դրանցից ոչ մեկը չի կարողանում լուծել մարդկային ցեղին պաշարող իրական խնդիրները։ Ամեն անգամ մարդիկ հույս են կապում և հետո հուսահատվում են։ Աշխարհիկ առաջնորդները, որոնց մենք համարձակվում ենք վստահել, գրեթե միշտ ապացուցում են, որ նույնքան մեղավոր ու եսասեր են, որքան մենք բոլորս։ Այսինքն պետք չի հույսեր կապել աշխարհիկ ղեկավարի հետ։ Դանիելին ցույց տրված, որտեղ միշտ էլ հուսահատվելու եք, միշտ էլ թերի է լինելու, ինչքան էլ լավ երկիր լինի, ինչքան էլ լավ ղեկավար լինի, միշտ թերի է լինելու։ Միակ անթերի ղեկավարը, միակ անթերի թագավորը դա Հիսուսն է, և միակ անթերի երկիրը, թագավորությունը այն թագավորությունն է, որը հիմնելու է Հիսուսը։ Դանիելին ցույց տրված թագավորություններից և ոչ մեկը ապահով տուն չէր Աստծո ժողովրդի համար, թեև որոշները ավելի լավն էին, քան մյուսները։ Բայց մենք գիտենք, որ մեր բնակությունը երկնքում է, ինչպես ասում է Փիլիպպեցիս 3:20-ը, Աստծո արքայության մեջ, որ մենք Աստծո արքայության քաղաքացիներ ենք։ Եվ այս մոլորակի քաոսից վեր կա մի գահ, որը հավիտյան չի շարժվի։ Այսինքն, ինչպես գիտեք, երբ որ մարդը շահում է green card և հույս է հայտնվում, որ ինքը կարող է գնալ Ամերիկա, բայց նա
դրանից առաջ նախ եւ առաջ պետք է հարցազրույց անցնի, պետք է որոշ process-ների միջով անցնի, կարգերի միջով անցնի, որպեսզի վերջապես հայտնվի Միացյալ Նահանգներում, այսինքն կարծես թե ինքը ինչ որ չափով արդեն, ասենք թե 50%-ով երբ որ շահում է green card-ը, ինչ որ չափով արդեն բնակիչ է Ամերիկայի, բայց դեռ չի մեկնել, որտեղ դեռ պիտի անցնի հարցազրույցների եւ այլ ընթացակարգերի միջոցով։ Նույնպես այստեղ է։ Կարծես թե մենք green card ունենք դեպի երկնային արքայություն։ Բայց դեռ կյանքը շարունակվում է, դեռ մեր փորձությունները, թեստերը շարունակվում են, մեր հարցազրույցները, այսպես ասենք, եւ միայն Աստված գիտի, թե ով կհայտնվի երկնքի արքայության մեջ։ Այսինքն մեր հույսերը կապված են երկնքի արքայության հետ, ոչ թե ժամանակավոր, մեղավոր երկրների հետ կամ ղեկավարների, որովհետև այս մոլորակի քաոսից վեր կա մի գահ, որը հավիտյան չի շարժվի, ինչպես գրված է Եզեկիել 1:26-ում։ Հիսուսը սովորեցնում էր, որ աշխարհը կհայտնվի ավելի խոր քաոսի մեջ, երբ մենք մոտենանք Քրիստոսի վերադարձի պահին, Մատթեոս 24, սակայն մենք կարող ենք հավատով դիմակայել անկախ մեր մոլորակի վիճակից, որտեղ գիտենք, որ Աստված չի կորցրել վերահսկողությունը եւ որ նա կկատարի իր խոստումները։ Սաղմոս 46:6 Հեթանոսները խռովվեցին եւ թագավորությունները շարժվեցին, նա ձայն տվեց եւ երկիրը հալվեց։ Զորությունների Տերը մեզ հետ է, Հակոբի Աստված ապաստան է մեզ համար։ Կարճաժամկետ հեռանկարում ամեն ինչ լավ չի ընթանում։ Եվ Հիսուսն էլ ասում է, որ շատ դժվարությունների միջով պիտի մտնեք երկնքի արքայություն։ Եվ ամենայն հավանականությամբ իրավիճակի բարելավում չի կարող լինել, որտեղ քանի երկրորդ գալուստը մոտիկանա, այնքան ավելի հալածանք է լինելու ճշմարիտ քրիստոնյաներին։ Բայց երկարաժամկետ հեռանկարում Հիսուսի շնորհիվ դա բոլորովին այլ հարց է դառնում։ Այսինքն երկարաժամկետ մենք հայտնվելու ենք երկնքի արքայությունում, հավիտյան ապրելու ենք Հիսուսի հետ։ Եվ ինչպես որ green card շահածը կարող է նեղությունների, դժվարությունների միջով անցնի, մինչև որ հաստատվի եւ ինքը տոմսը գնի եւ մեկնի Միացյալ Նահանգներ։ Կարդանք Սաղմոս 47:1-4 Սաղմոս 47 1-4 Ծափ տվեք բոլոր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակեք Աստծուն, որտև Տերը բարձրյալ եւ ահեղ է, մեծ թագավոր է ամբողջ երկրի վրա։ Այսքան Աստված է թագավոր երկրի վրա։ Ինչ էլ որ ասեն մարդիկ։ Որտև ուրեմն ժողովուրդներին նա մեզ հպատակեցնում եւ ազգերին մեր ոտքերի տակ դնում, նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը, Հակոբի փառավորությունը, որին նա սիրում է։ Աստված բարձրանում է ցնծության օրհնությամբ, Տերը փողի ձայնով։ Սաղմոս երգեցեք Աստծուն, սաղմոս երգեցեք մեր թագավորին, սաղմոս երգեցեք, որտև Աստված ամբողջ երկրի թագավորն է, իմաստության երգ սաղմոսեք։ Աստված թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սուրբ գահի վրա, այսինքն Աստված թագավոր է բոլորի վրա, բոլոր ժողովուրդների վրա։ Երկարաժամկետ հեռանկարում ապագան պայծառ է։ Մինչ այժմ մարդկությունը մոլորակի վրա տիրապետությունը զիջել է Արուսյակին, այսինքն ընկած քերովբեին, հրեշտակին, եւ այն ժամանակ, երբ Սատանան հայտնվեց երկնային խորհրդում, նա պարզեցավ, որ այս երկիրն իրեն է պատկանում։
Որտեղից ես հոբ 1:7 որտեղից ես գալիս հարցրեց Աստված երկրի վրա շրջելուց եւ նրա մեջ ման գալուց պատասխանեց նա այս խոսքերով սատանան հայտարարում էր իր սեփականության իրավունքը որ Աստված դու քեզ չի պատկանում երկիր ինձ է պատկանում հնում ոտնաթափն օգտագործվել է սեփականությունը նշանակելու համար վերկաց եւ շրջիր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որտեղ քեզ եմ տալու այն, պատվիրեց Աստված Աբրահամին Ծննդոց 13:17։ Այսինքն, այդ որ ասում շրջում եմ նշանակում է ուզում ասել, որ ինձ է պատկանում երկիրը։ Խոսելով այն մասին, թե ինչ է անում Քրիստոսը հազարամյակի վերջում, Էլեն Ուայթը գրում է. Մենք գիտենք, որ երբ որ Քրիստոսը երկրորդ անգամ գա, հետո հազարամյակ լինի, այսինքն երկիրը ոչնչանալու է, այն վիճակում է գտնվելու, ինչ որ մենք կարդացինք Երեմիայի մեջ, բայց Հիսուսը արդարներին տանել է վերև հազարամյա դատաստան է լինում, հազարամյա դատական նիստ է լինելու, որում որոշվելու է անարդարների պատիժը, ամեն մեկի ճակատագիրը Երբ որ հազարամյակը վերջանա, այսպես է լինելու։ Քրիստոսն իջնում է Ձիթենյան լեռան վրա, որտեղից հավարտվել էր իր հարությունից հետո, եւ որտեղ հրեշտակները կրկնել էին նրա վերադարձի խոստումը, այսինքն սա երրորդ գալուստն է արդեն։ Ինչպես որ Զաքարիա 14:5 եւ 4:9 համարներն են ասում, Եվ պիտի գա իմ Տեր Աստվածը եւ բոլոր սուրբերը նրա հետ։ Այսինքն սա արդեն երրորդ գալուստն է, որ փրկվածները իր հետ, ով որ իր հետ դատական նիստ էր անում, իր հետ գալու են հետ։ Եվ նրա ոտքերը կանած կլինեն այն օրը Ձիթենյա սարի վրա, որ Երուսաղեմի առաջն է դեպի արևելք եւ կպատռվի Ձիթենյա սարի մեջ սարը միջից խիստ մեծ ձոր կլինի, այսինքն տեղ կբացվի։ Եվ Տերը թագավոր կլինի բոլոր երկրի վրա այն օրը մեկ կլինի Տերը եւ նրա անունն էլ մեկ։ Ուրեմն իր շլացուցիչ փայլով իջնելով երկնքից նոր Երուսաղեմը հանգչում է իր համար սրբված ու պատրաստված տեղի վրա։ Ուրեմն երկիրը ամբողջ երկիրը դեր գտնվում է այն վիճակում, որ Երեմիային այն նկարագրում, այսինքն ամեն ինչ փլված է եւ այլն, բայց որոշ մաս մաքրվում է եւ կարգավորվում է, որպեսզի նոր Երուսաղեմը, այդ քաղաքը, դրախտը իջնի երկրի վրա։ Եվ Քրիստոսի ժողովրդի հրեշտակների հետ մտնում է Սուրբ քաղաքը։ Դրանից առաջ Քրիստոսը արդեն սուրբերը հետ իջել էր, փրկված ժողովրդի հետ, եւ նաեւ հրեշտակների հետ, եւ հիմա երբ որ նոր Երուսաղեմը իջնում է եւ իր տեղը գրավում է, իրենք արդեն մտնում են այդ քաղաքը։ Սա գրված էր Մեծ պայքար H 662-663։ Կարդանք Սաղմոս 75։ Գոհություն ենք մատուցում քեզով Աստված, գոհություն, եւ քո անունը մոտ է, պատմում են քո հրաշքները։ Երբ պատշաճ ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ։ Երկիրը եւ նրա բոլոր բնակիչները մաշվեցին, ես պիտի հաստատեմ նրա սյուները։ Ասացի հիմարներին, հիմարություն մի արեք, ամբարիշներին, եղջյուր մի բարձրացրեք։ Ձեր եղջյուրը, այսինքն ձեր կոտոշները մի տնկեք։ Ձեր եղջյուրը մի բարձրացրեք դեպի վեր, մի խոսեք գոռոզամիտ կերպով։ Որտեւ բարձրանալը ոչ արևելքից է, ոչ արևմուտքից եւ ոչ էլ անապատից։ Բայց Աստված է դատավոր, մեկին ցածացնում է, մյուսին բարձրացնում։ Որտեւ բաժակ կա Տիրոջ ձեռքին եւ եփում է պղտորությամբ լցված գինին, գինին թափվում է նրանից, բայց հիրավի երկրի բոլոր ամբարիշները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները։ Սա պատժի մասին է, որ Աստված պատրաստել է ամբարիշների համար։ Բայց ես հավիտյան պիտի պատմեմ, Սաղմոս պիտի ասեմ Հակոբ է ասում, ես պիտի փշրեմ ամբարիշների բոլոր եղջյուրները, արդարների եղջյուրները պիտի բարձրանան։
Նաև կարդանք հայտնություն 14 գլուխ 9-ից 12 համարները Եվ նրանց հետևից մեկ այլ երրորդ հրեշտակ բարձրացան ասելով ով երկրպագում է գազային ուրապատկերին եւ դրոշմ ընդունում վիճակատին կամ ձեռքին, նա Աստծոց հասման գինուս պիտի խմի, որ անխառն է լցված նրա բարկության մեջ։ Այսինքն եւ Սաղմոսը եւ հայտնությունը նույն բանն են ասում։ Ենթադրվում է ուրեմն մի բան, որ Աստված ուղղում է դատաստանում իշխանության չարաշահումն է, որը տեղի ունենում մեր ընկած աշխարհում։ Ընկած մարդիկ այլևս չեն ապրում հանուն ուրիշների կամ Աստծո փառքի, այլ միայն իրենց համար, եսասեր։ Այսօր շատ առումներով մենք բախվում ենք բազմաթիվ հետևանքների, քանի որ որոշել ենք հավատալ, որ տիեզերքում որևէ իմաստ կամ օբյեկտիվ բարոյական չափանիշ չկա։ Փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն պնդում էր, որպեսզի իմաստ լինի, մենք պետք է այն հորինենք ինքներս մեզ համար եւ ձևացնենք, որ տիեզերքը գոյություն ունի մեր շահի համար։ Յուրաքանչյուր անհատ փաստորեն իրեն պահում է այնպես, ասես ինքն է Աստված։ Եվ դրանից էլ այսքան ողբերգություն կա այս աշխարհում։ Ուրեմն ինքը Նիցշեն շատ վատ վերջացավ իր կյանքը, նա հոգեկան խանգարում ունեցավ նոպայից հետո, երբ Իտալիայի փողոցներից մեկում փորձում էր կանեցնել ձիուն մտրակող մի մարդու, հետո իր կյանքի հաջորդ 11 տարիներին անցկացրեց կիսախելագար վիճակում, մինչև մահացավ 1900 թվականին։ Գիտեք, բոլոր մարդիկ, ովքեր մարտահրավեր են նետում Աստծուն, ովքեր մերժում են Աստծո գոյությունը, ժխտում են Աստծո գոյությունը, համարյա բոլորը այսպիսի վիճակում են վերջացնում իրենց կյանքը։ Գիտեք, որտեվ բանականությունը Աստված է տալիս, երբ որ մենք ժխտում ենք Աստծուն, բնականաբար մենք զրկվում ենք բանականությունից։ Անկախ նրանից, թե որքան լուրջ են մարտահրավերները, մենք որպես քրիստոնյաներ հիշենք, որ պետք է հույս ունենանք եւ չշտապենք եզրակացություններ անել ապագայի վերաբերյալ հիմնված ընթացիկ իրադարձությունների վրա։ Հեշտ է հուսահատվել, երբ տեսնում ենք, որ քաղաքակրթության հիմքերը ոչնչացվում են մեր աչքերի առաջ, անաստվածների կամ աստվածաշնչում արտահայտված տեսակետներին անհավատարիմների կողմից։ Ներկայումս մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հարձակման են ենթարկվում նույնիսկ այնպիսի հիմնական բարոյական արժեքներ, ինչպիսին օրինակ մարդկային սեռի հարցն է, արական եւ իգական։ Անբարոյականության որոշ դրսևորումներ, որոնց մասին շատերին ամաչում էին անգամ գաղտնի խոսել, այժմ արժանանում են հրապարակային գովասանքի ու ցափահարությունների։ Ահա թե որքան, այսինքն անբարոյականությունը գովասանքի է իմ արժանանում։ Եվ գոռոզ ձևով են ման գալի, հպարտ ձևով են ման գալի անբարոյականություն անող մարդիկ։ Ահա թե որքան սարսափելի է իրավիճակն աշխարհում։ Կարդանք Սաղմոս 67-ը։ Աստված թող ողորմի մեզ եւ օժնի մեզ։ Իր երեսը թող փայլեցնի մեզ վրա, որ քո ճանապարհը ճանաչվի երկրում եւ քո փրկությունը բոլոր ազգերի մեջ։ Այսինքն, ասում է Աստված թող ողորմի մեզ եւ օժնի մեզ եւ իր երեսը թող փայլեցնի մեզ վրա, ինչու՞։ Որ մենք գոռոզանանք, հպարտանանք, ասենք տեսեք մենք ինչ լավն ենք։ Ոչ։ Ասում է որպեսզի քո ճանապարհը ճանաչվի երկրում եւ քո փրկությունը բոլոր ազգերի մեջ, այսինքն որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան փրկություն ընդունելու, տեսնելու Աստծո գործերը եւ հավատալու Աստծուն։
Ժողովուրդները թող գոհանան քեզնից ով Աստված, բոլոր ժողովուրդները թող գոհանան քեզանից, թող ուրախանան ու ցնծան ժողովուրդները, որտեղ դու ուղիղ ես դատում ժողովուրդներին եւ ազգերին առաջնորդում ես երկրի վրա։ Ժողովուրդները թող գովեն քեզ ով Աստված, բոլոր ժողովուրդները թող գովեն քեզ։ Երկիրն իր պտուղը տվեց, Աստված մեր Աստվածը թող օրհնի մեզ, Աստված թող օրհնի մեզ եւ թող նրանից վախենան երկրի բոլոր ծայրերը։ Գարթանք նաև հայտնություն 14 գլուխ 6-ից 12-ը, հայտնություն 14 6-ից 12։ Տեսա երկնքում թռչող մի ուրիշ շեշտակի, որ հավիտենական ավետիսուներ ավետրանալու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին։ Տեսեք, հին կտակարներ, նոր կտակարներ նույն բանն է ասում։ Բոլոր լեզուներին ու ժողովուրդներին նա բարձրաձայն ասում էր. «Վախեցեք Աստծուց ու փառք տվեք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկել է, եւ երկրպագեք երկինքն ու երկիրը ծովն ու ջրերի աղբյուրները ստեղծողին»։ Եվ նրան հետվեց մի այլ երկրորդ հրեշտակ ասելով. «Ընկավ մեծ Բաբելոնը, որն իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին», նորից բոլոր ազգերին։ Եվ դրանից հետո արդեն երրորդ հրեշտակը, որը արդեն մենք կարդացել ենք, որ ասում է, ով որ երկրպագում է գազանին եւ նրա պատկերին, եւ դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, նա Աստծուց հասման գինուց պիտի խմի, որ անխառը լցված է նրա բարկության բաժակի մեջ, այսինքն պատիժ պիտի ընդունի Աստծուց։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ստեղծել են նոր սև ներկանյութ, որը գրեթե անտեսանելի է դարձնում դրանով ներկված առարկաները։ Նանո խողովակներից ստացված այդ նյութը շատ անգամ ավելի մուգ է, քան նախկինում ստեղծված ցանկացած սև նյութ։ Այս նոր նյութը կարող է կլանել ամբողջ տեսանելի լույսի 99.995%, այսինքն համարյա 100%։ Նույնիսկ ամենապայծառ լույսը չի կարող տեսանելի դարձնել դրանով պատված առարկաները։ Սաղմոս 67-ը սկսվում է Աստծուն ուղղված խնդրանքով, որպեսզի նա իր երեսը փայլեցնի մեզ վրա, որ նրա ճանապարհը ճանաչվի երկրում։ Փրկության ծրագրում Աստված ճանապարհ է բացել, որպեսզի մեղավորները կրկին ընդունվեն իր անմիջական փառավոր ներկայության մեջ, առանց իր փառքից ոչնչանալու վտանգի։ Եվ նույնիսկ հիմա այս կյանքում Քրիստոսի խաչը հնարավորություն է տալիս, որ Աստծո դեմքը փայլի մեզ վրա։ Բայց սա ամենը չէ։ Աստված ակնկալում է, որ մենք իր լույսը արտացոլենք ողջ աշխարհին։ Ինչպես որ լուսինը արտացոլում է արևի լույսը, մենք էլ մեր կյանքում պետք է արտացոլենք Աստծո լույսը, ինչպես լուսինը արտացոլում է արևի լույսը։ Ուրեմն, Աստված ակնկալում է, որ մենք իր լույսը արտացոլենք ողջ աշխարհին։ Սա էր Իսրայելին տրված հանձնարարությունը։ Տաճարը բոլոր ազգերի համար պետք է աղոթքի տուն դառնար։ Այդ մասին ասում է Եսայի 56:7։ Նրանց իմ սուրբ լեռը կբերեմ եւ կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ, նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որտեղ իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար։ Սա գրված է 5 կտակարանում։ Այսինքն այդ տաճարը ոչ միայն հրեաների համար էր, փրկությունը ոչ միայն հրեաների համար էր, այլ իրենք պիտի արտացոլեին այդ փրկությունը ուրիշ ազգերին եւ ուրիշ ազգերի փրկության պատճառ դառնային, որոնք բայց փաստորեն եւ ցավոք իրենք ձախողեցին դա։ Իրանք կարծեցին, թե փրկությունը մենակ իրենց համար է։ Եվ հիմա էլ շատ քրիստոնյաներ այդպես են վարվում։ Այս սաղմոսում Դավիթ հիշեցնում է, որ Աստված կամենե, որ իր ճանապարհը ճանաչվի երկրում եւ իր փրկությունը բոլոր ազգերի մեջ։ Ցավոք, Աստծո ժողովուրդը հաճախ ձախողել է այս հանձնարարությունը։ 5 կտակարանում Իսրայելի, ինչպես նաև վերջին 2000-ամյակում քրիստոնեական եկեղեցու պատմությունը պարունակում է որոշ մութ գլուխներ, խավար, վատ գլուխներ, ինչպես
Գիտենք, որ կաթոլիկ եկեղեցին, որ քրիստոնեական եկեղեցին ինչպես շեղվեց Աստծո ճանապարհից եւ սկսեց իր խաչակրած արշավանքները զորով, ուժով ստիպելով մարդկանց, որ քրիստոնյա դառնան, որը բոլորովին Աստծո ծրագրից դուրս էր, դա սատանան էր իրականում անում, եւ այդպիսով Աստծո անունը խայտարակվեց ամբողջ աշխարհում, մինչեւ որ բարենորոգումը եղավ եւ լույսը սկսեց տարածվել, Աստվածաշունչը սկսեց տպվել, մարդիկ սկսեցին կարդալ եւ իմացան ճշմարտությունը Աստծո մասին։ Ուրեմն քրիստոնեական եկեղեցին փոխանակ Աստծո լույսը տարածում էր սատանայի խավարը։ Այսինքն ձախողեց Աստծո գործը կաթոլիկ եկեղեցին, ինչպես որ Իսրայելն էր ձախողել։ Կարծես մեր սրտերը ներկել ենք խիստ մուգ ներկանյութով, բավարարվելով կլանել միայն Աստծո լույսը առանց այն արտացոլելու։ Եթե լուսինը միայն կլաներ արևի լույսը եւ չուզենար արտացոլել, այս աշխարհը մութ էր լինելու։ Եվ նույնն է, եթե մենք միայն ուզում ենք Աստծո սերը, Աստծո լույսը կլանել մեզ համարում ենք դա մերը եւ ոչ չենք ուզում արտացոլել ուրիշների համար, այս աշխարհը խավարում է բարոյական իմաստով, հոգևոր իմաստով։ Մենք երբեմն Աստծո վերջին ժամանակի շարժմանը վերաբերվում ենք որպես մի տեսակ արտոնյալ մեկնման սրահի, որն ամրագրել է կանոնավոր հոգևոր կյանքով ապրող ճանապարհների համար։ Թվում է մենք բավական գոհ ենք, որ մնացած աշխարհը պետք է նստի օդանակայանի աղմկոտ անհարմար մեկնման սրահում անպատրաստ գալիք ճամփորդությանը։ Այսինքն, գիտեք, եթե համեմատենք, որ մենք պետք է գնանք նոր արքայություն եւ մենք Հիսուսի արյան շնորհքով ստացել ենք տոմսեր այնտեղ գնալու, եւ սա նման է մի բանի, որ ասենք թե շատ մարդիկ ուզում են գնալ միտեղ, բայց իրանք տոմսեր չունեն եւ հնարավորություն չունեն, եւ իրանք ուղղակի կանազդայում են, թե մյուսները ինչպես են ովքեր տոմսեր ունեն, ինչպես են սպասում, որ թրջեն։ Եվ եթե մենք նման ենք այդ մարդկանց, այսինքն ուրախանում ենք միայն, որ մենք փրկություն ենք ստացել եւ լռում ենք եւ ոչ մեկին ոչինչ չենք ասում, դժվար թե մենք վերջի վերջո թռնենք այդ տոմսերով, եւ այդ տոմսերը մեր ձեռքից առնեն դեպի երկնային արքայություն, որտեղ Աստված կընդունի միայն նրանց, ովքեր արտացոլել են իր լույսը ուրիշների համար, ովքեր զգուշացրել են, նախ ազգուշացրել են ուրիշներին, ովքեր իրենց Աստծո լույսը, Աստծո սերը ցույց են տվել ուրիշներին, այլ ոչ թե աշխարհիկ ձևով են ապրել, բայց ասել են՝ «Օ Հիսուս, օ Հիսուս»։ Այդպես չի լինում։ Եթե մենք շատ նման ենք աշխարհին, մեր ամեն ինչով, հագուստով, ձևերով, խոսելու ձևով, որոշ սովորություններով, ինչ ենք մենք ներկայացնում աշխարհին, զգուշ լինենք, թե ինչ ենք ներկայացնում։ Արդյոք իմաստալից Աստծո լույսն ենք ներկայացնում, թե այլ ուրիշ բան։ Խորհենք այդ մասին։ Հայտնություն 14-րդ գլխի մնացորդ եկեղեցին սակայն չի բավարարվում միայն Քրիստոսի հետ Սիոնի վրա կանելով, նրա ներկայությունը վայելելով, այլ թռչում է երկրի վրայով, հորդորելով, որ աշխարհն իրեն միանա Աստծո սուրբ սարի վրա։ Այսօր շատ ծառայողներ, շատ ավետարանիչներ թռչում են այս երկիր, այն երկիր, ավետարանում են։ Գիտեք, այսօր ինտերնետը մեծ հնարավորություններ է ստեղծել, որպեսզի մարդիկ լսեն ճշմարտությունը, եւ մարդիկ մեծ քանակներով իրոք լսում են եւ շատերը դարձի են գալիս։ Եվ սա եւս մի անգամ ցույց է տալիս, որ Քրիստոսի գալուստը մոտ է, որտեղ Մատթեոս 24 գլխում ինչ ասեց Հիսուսը։ Եվ ավետարանը ամբողջ աշխարհով մեկ կավետվի եւ այդ ժամանակ Քրիստոսի գալուստը կլինի, երկրորդ գալուստը։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի Գործ կարաքելոց գրքից էջ 37, նահապետական դարաշրջանում Սուրբ Հոգու ազդեցությունը հաճախ է դրսևորվել առանձնակի կերպով, բայց ոչ երբեք իր լիությամբ։
Իսկ այժմ փրկչի խոսքին նազանվելով աշակերտներն իրենց աղերսանքը մատուցեցին այդ պարգևի համար, իսկ Քրիստոսն էլ այդ մասին բարեխոսեց երկնքում, նա հայցեց հոգու պարգևը այն իր ժողովրդի վրա հեղելու համար։ Աշակերտներին հանձնարարվեց այսքան Սուրբ Հոգին թափվեց ինչու սկսեցին տարբեր լեզուներով խոսել, իսկական լեզուները, ոչ թե ուղղակի բլբլում էին առանց հասկանալու, որպեսզի լուրը տան այն մարդկանց, ովքեր չգիտեին եբրայերեն, չէին հասկանում եբրայերեն։ Իրանք սկսեցին տարբեր լեզուներով խոսել, ոչ թե նրա համար, որ մարդիկ նայեն, վայ, այս ինչ խելացի մարդիկ են, այս ինչքան լեզուներով են խոսում, այլ որպեսզի Աստծո լուրը տան այդ մարդկանց, որպեսզի նրանք լսեն եւ Աստծով հիանան, ոչ թե այդ մարդկանցով։ Հիշենք սա։ Աշակերտներին հանձնարարվեց վկայել Քրիստոսի մասին մինչև երկրի ծայրերը, աշխատանք, որն ավետելու է Քրիստոսի վերադարձը։ Մենք պետք է շարունակենք այն, ինչ նրանք սկսել են։ Այդ առավելություններ Պողոս առաքյալը նա շատ ուսյալ էր եւ լեզուներ գիտեր եւ օգտագործեց իր տաղանդները, իր գիտելիքները, որպեսզի ամբողջ Եվրոպային ինքը քարոզեց եւ իր քարոզելու միջոցով շատ եկեղեցիներ հիմնադրվեցին, քրիստոնեությունը հիմնադրվեց Եվրոպայում։ Այսինքն օգտագործենք մեր տաղանդները եւ մեր ունակությունները Աստծո գործ առաջ տանելու համար, այլ ոչ թե մեր անունը փառավորելու համար։ Տեսեք, մենք ինչ լավն ենք, ինչ խելացի ենք, իսկ դուք սենց եք, դուք կնեցեք, այսինքն մարդը այսօր կենտրոնացած է միայն իրան գովելու վրա։ Եսը սենց եմ, եսը նենց եմ եւ այլն, ուզում է որ իրան երկրպագեն։ Այլ ոչ թե Աստծուն։ Իրանք իրանց Աստծո տեղ են դրել։ Ուրեմն մենք պետք է շարունակենք այն, ինչ նրանք սկսել են։ Այս աշխատանքը ավետում է Քրիստոսի վերադարձը, ինչպես գրված է Մատթեոս 24:14-ում, ինչպես նոր ասեցի, որ այս ավետարանը կտարածվի ամբողջ աշխարհում եւ այն ժամանակ վերջը կգա։ Երբ Քրիստոսը մեզ ասաց, որ ավետարանը տանենք աշխարհին, նա մեզ մենակ չթողեց հասկանալու, թե ինչպես դա անենք։ Աշխատանքը ղեկավարվում է երկնային սրբարանից։ Մեր աշխատանքը, այսինքն մեր կենտրոնը գտնվում է երկնային սրբարանում։ Մեր աշխատանքը սերտորեն միահյուսված է Քրիստոսի հետ։ Նա է առաջնորդում ու զորացնում մեզ, ոչ թե երկրային ծառայողները։ Հիսուսն է, որ զորացնում է մեզ բոլորիս եւ ղեկավարում է։ Դա նրա գործն է, ոչ թե մեր։ Մեզ առաջարկվում է հետևել նրա առաջնորդությանը։ Դուք կնկատեք, թե ինչպես է դա գործել Իսրայելի դեպքում։ Աստված նրանց խորհուրդում էր հետևել իր հրահանգներին, իսկ հետո նա իրականություն էր դարձնում անհնարինը։ Հոգին արդեն իսկ գործում է մեր հարևանների սրտերում, այսինքն Սուրբ Հոգին արդեն աշխատում է բոլոր մարդկանց սրտերում։ Մեզ հրահանգվում է այնտեղ լինել, որ երբ գա որոշման պահը կարողանանք նրանց հրավիրել միանալու Աստծո ժողովրդին, երբ նրանք գարան հետ կանած են Սիոնի վրա։ Այսինքն մարդու սրտում արդեն այդ գործը գնում է, Սուրբ Հոգին արդեն անում, արդեն համոզում է մարդուն։ Մեզ մնում է միայն պետք եղած ժամանակ տեղում լինել եւ մարդկանց հույս տալ, ավելի շատ համոզել մեր խոսքերով եւ նախազգուշացնել, որպեսզի իրենք լսեն Սուրբ Հոգու ձայնը եւ հնազանդվեն Սուրբ Հոգու ձայնին, ընդունեն Աստծո հրավերը։ Մեր գործը միայն հրավերը տարածելն է, հրավերը տալն է, գարան հարսանիքի հրավերը։ Մենք նոր միջոցներ ու մեթոդներ չպետք է հնարենք, որտեղ մենք երբեք չենք ղեկավարում աշխատանքը։ Այնպես չի, որ Աստված ասում է, ես ձեզ ասել եմ, որ ես ինչ գործ անեք, ոնց կանեք, ձեր գործն է։ Այդպես չի։ Ինքը ասել է ինչ գործ անենք եւ մանրամասնորեն ասում է, թե ինչպես անենք։
Իսկ ինքնագոհ մարդիկ հետևում են իրենց իսկ մեթոդներին, որոնք բարիք չեն բերում Աստծո գործին։ Աստծո գործին բարիք կլինեն ժամանակ, երբ որ մենք Աստծո մեթոդներով շարժվենք, այլ ոչ թե մարդկային հորինած մեթոդներով, երբ որ մենք հավատարիմ լինենք Աստծուն, մեր կյանքի ամեն մի մանրուքում, ֆինանսից սկսած, մինչև հագուստը, մենք պետք է ճիշտ ներկայացնենք Աստծո լույսը, ինչպես որ լուսինը ճիշտ արտացոլում է արևի լույսը, այնպես էլ մենք պետք է ճիշտ արտացոլենք Աստծո լույսը։ Թող Աստված մեզ օրհնի այս գործում, թող այս բոլոր դասերը, որ մենք սովորում ենք, մեր մտքում մնան, եւ այս բոլոր դասերը ամեն անգամ փոփոխություն են պահանջում մեզանից։ Այսինքն, այնպես չէ, որ կարդացինք ու ացանք։ Մենք պետք է հասկանանք, որ մենք վերանորոգման կարիք ունենք, որ մենք վերանայելու կարիք ունենք մեր կյանքի կետերը, ամեն կետ մեր կյանքում, որպեսզի ամեն կետ մեր կյանքում համապատասխանեցնենք Աստծո օրինակին, որ ճիշտ արտացոլենք դրա լույսը։ Թող Աստված մեզ օրհնի այս գործում։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս դասը։